Տիկին Վարդանյան, ընդդիմությունը ինչու չի գալիս նիստերին, ինչն է պատճառը, եւ խորհրդարանը դեռ իր աշխատանքները չի ավարտել ու դուք նաեւ հավակնում եք հաջորդ գումարվելիք խորհրդարանում լինելու, եթե չեք աշխատելու, չեք գալու ձեր ընտրողների շահերը, այսպես ասած, խորհրդարանում չեք ներկայացնելու իրենց հուզող խնդիրների վերաբերյալ, օրենսդրական նախաձեռնություններ չեք ներկայացնելու, հարցադրումներ չեք անելու, մանդատները վերցնելու եւ ընդդիմության տեղերը զբաղեցնելու նպատակը որն է։ Սա մեկ եւ մենք երեք խոսեցինք, հա, Սամվել Կարապետյանի հետ ձեր հավանական համագործակցության մասին, ինչ որ բան փոխվել է, արդեն նորություն կարող եք ասել, Քոչարյան-Կարապետյան հանդիպում երբ տեղի կունենա, հաշվի առնելով առաջարկ, որ Սամվել Կարապետյանն արել է։ Շնորհակալություն հարցերի համար։ Ընդդիմությունը որևէ մեկի տեղը չի զբաղեցնում, հարգելի գործընկերներ, օրինակ ընդդիմությունը չի զբաղեցնում որևէ այլ ընդդիմադիրի տեղ, չի զբաղեցնում լրագրողների տեղ, զբաղեցնում այն տեղը, որը իրեն տալիս են քաղաքացիները, եւ քաղաքացիները, մեր նաեւ ընտրողները, հիմա մենք ուսումնասիրում ենք բավական տարբեր պահանջներ ունեն մեզնից, հավատացեք, ռադիկալ նաեւ տարբեր պահանջներ, իսկ ընդդիմությունը այս ընթացքում հենց դրանով էր Հայաստան խմբակցությունը հենց ձեր ասածով էր զբաղված է եղել ընդդիմության հարցերի շնորհիվ է որ դուք իմացել եք Հայաստանից քանի քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացված ընդդիմության հարցերի շնորհիվ է որ հանրությունը իմացել է ճշմարտությունը Ադրբեջանի հետ նախաստորագրված փաստաթղթի մասին որը հրաժարվում էին հրապարակել ընդդիմությունը 5 տարվա ընթացքում ներկայացրել է 25 օրենսդրական նախաձեռնություն որոնք վերաբերել են թոշակների բարձրացմանը բազմազավակ ընտանիքների աջակցության ավելացմանը դրանցից ոչ ոք գործող իշխանությունը չի ընդունել քննարկման առարկա չի դարձրել բայց հիմա խոստանում է անել այն ճիշտ այն թոշակների ինդեքսավորման մասին նկատի ունեմ որը ներկայացրել է ընդդիմությունը եւ որը ինքը մերժել է եթե նկատի ունեք վերջին քարորիային չմասնակցությունը եւ դրանից եք այսինքն եզրակացություն որ չգիտեմ հարցերը հրաժարվում ենք բարձրաձայնել եւ այլն թույլ տվեք ասել դա այդպես չի վերջին քարորիայի Ներեք բայց դուք վերջին շրջանում կառավարության հետ հարցուպատասխաններին չեք գալիս Դա մարտավարություն է որը մենք ազատ ենք ворթեգրել ուզում ենք մասնակցել չենք ուզում մասնակցել ուզում ենք այդ պահին Նիկոլ Փաշինյանին անսահման հարթակ տալ խոսելու թե չենք ուզում տալ դուք ի վերջո տեսակ նաեւ մեր չմասնակցության վերջին նիստին որտեղից է գալիս հիստերիան Որտեղից է գալիս ագրեսիան, չէ՞ որ ընդդիմությունը երբ որ մասնակցում է, այսպեսի մի հատ հավասարեցման նշան կա, ասում են, դե երկուսդ էլ իրար արժանի եք, մի սրեք, այս բառապաշարը չենք ուզում լսել։ Ընդդիմությունը վերջին նիստերին չկար։ Կար հիստերիան, կար գորգռոցը, կար վիրավորանքը, ու տեսանք այդ ամեն ինչը չէ որտեղից է գալիս, դա մարտավարություն է։ Այդ մարտավարությունը մենք երբեք չենք ասել, որ չի կարող փոխվել։ Այո, մենք այն ընդդիմադիր ուժն ենք, որ բոյկոտել է օրինակ ամիսներ շարունակ Գնահատել ենք, հասկացել ենք դա արդյունավետ չի փոխել ենք մարտավարությունը։ Գնահատել ենք, որ այս շաբաթ հարցուպատասխանին պետք է մասնակցել, գնացել ենք հարցերը տվել են։ Գնահատել ենք, որ Նիկոլ Փաշինյանը իր թեզերի հետ պետք է մնա այդ շաբաթ։ Չենք գնացել, մենք մարտավարություն փոխելու հետ խնդիր չունենք։ Մենք խնդիր ունենք նպատակներ փոխելու հետ, որը երբեք չենք արել եւ չենք անելու։ Ինչ մարտավարություն կворթեգրենք։ Կներեք, դա անդիմության ազատ կամքն է։ Մենակ այստեղ ասեմ, որ այն նարատիվը, որ առաջ են տանում այդ թվում նաեւ մեդիայում, անդիմությունը Հուսամ նաև իշխանության պատգամավորները երբեք աշխատավարձ չեն ստանում իրենց չներկայացրած նիստերի համար։ Սա ուզում եմ ուղղակի հանրությունը իմանա ու այս բանը ավարտենք, որ չեք գալիս, աշխատավարձ եք ստանում եւ այլն։ Ինչ վերաբերում է համագործակցության մասին, մենք ենք եղել այն ուժը, որ այդ թվում նաև խնդրական շրջանում ասել ենք, որ Այո, համագործակցություն անհրաժեշտ է, որովհետև ստեղծված իրավիճակը չկա մի քաղաքական ուժ կամ մի անհատ, որ կարող է միայնակ լուծել։ Ուրախ ենք, որ հիմա գնում ենք այդ ճանապարհով։ Թույլ տվեք ասել, որ Նիկոլ Փաշինյանը իր գործողություններով ու ռետորիկայով ամբողջությամբ նպաստում է, որ ընդդիմությունը հասկանա իրականությունը եւ գնա այդ ճանապարհով։ Ավելի կոնկրետ դետալներ, կոնկրետ մարդկանց հանդիպումների մասին բնականաբար ես չեմ կարող ասել։ Հիմա կան քննարկումներ, առողջ քննարկումներ, որոնց արդյունքները կարծում եմ առաջիկայում կդրսևորվեն։ Ես գնահատում եմ եւ կարեւորում եմ, որ կա այդ քննարկումը եւ գիտակցումը համագործակցության անհրաժեշտության, որտեղ դա է միակ ճանապարհը։ Մնացածը կարծում եմ առաջիկա փուլում, որը սահմանադրական դատարան ընդդիմության ուժերի բողոքների քննարկման փուլն է, ավելի པարզ կերևա ինչի մասին են այս քննարկումները համատեղ աշխատանքը։